Զոհված ուկրաինացի զինվորների աջունների մի մասը տեղափոխվել է փոխանակման վայր։ Ռուսաստանը Կիևին է փոխանցել նաև 640 ռազմագերու ցուցակ, սակայն Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է մարմինների ընդունումը եւ գերիների փոխանակումը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի օգնական Ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին։ Նրանց բանակցողների խումբը նույնիսկ փոխանակման վայր չի ժամանել։ Պատճառները տարբեր են եւ բավականին տարօրինակ, ասել է Մեդինսկին։ Նա նշել է, որ նախատեսվում էր գերիների փոխանակում իրականացնել 1212-ը 1212-ի դիմաց։ Կիևը հերքել է ռուսական կողմի մեղադրանքները։ Ուկրաինայի համակարգող շտաբից մանրամասնել են, որ զոհվածների մարմինների եւ գերիների փոխանցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում, սակայն ամսաթիվը չի համաձայնեցվել։ Ռուսաստանի ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 4 անօդաչու, դրանք արձակվել են Մոսկվայի ուղղությամբ, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով բեկորների անկման վայրում աշխատել են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Ուկրաինայի ամբողջ տարածքում էլ օդային տագնապ է հայտարարվել։ Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերի, ավիառումբերի եւ հրթիռների կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ են բռնկվել։ Հայտնի է 3 զոհի եւ 20-ից ավելի տուժածի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տուժածներ կան նաեւ Դնեպրում եւ Խերսոնում։ Ընդհանուր առմամբ գիշերը ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 206 անօդաչու թռչող սարք, 2 բալիստիկ հրթիռ, 6 ավիառումբ եւ 1 թևավոր հրթիռ։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը կարծիք է հայտնել, թե Ուկրաինան հունիսի 1-ին թիրախավորելով Ռուսաստանի ռազմական օդանավակայանները առիթ է տվել Վլադիմիր Պուտինին հարվածելու ուկրաինական քաղաքներին։ Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվան չի դադարեցնի Կիևի հետ բանակցությունները։ Թրամփը հերթական անգամ խոստացել է ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները, եթե հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 9-ին Լոնդոնում տեղի կունենան Չինաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների բանակցությունները։ Օրակարգում են առևտրային հարցեր։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Վաշինգտոնի թիմը ներկայացնում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը եւ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։ Հանդիպումը պետք է լավ անցնի, եզրափակել է Թրամփը։ Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Սի Ցինփինը նշել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։ Նա Թրամփին հրավիրել է Չինաստան։ Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը եւ Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը կրճատվել են։ Կանադայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների վերակարգավորման գործընթաց մեկնարկելու մասին։ Շատ կարևոր է վերսկսել երկխոսությունը Պեկինի հետ։ Չինաստանը երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Մի շարք առևտրային վեճեր ունենք նրանց հետ։ Մեր ֆերմերները, ձկնորսները տուժում են չինական մաքսատուրքերից։ Կանադացիները տուժել են ֆենտանիլից, մանրամասնել է Մարկ Քարնին։ Նա տեղեկացրել է, որ այս հարցերը քննարկվել են նախարարների մակարդակով։ Քարնին նաև հայտնել է, որ հրավիրել է Հնդկաստանի վարչապետին մասնակցելու Կանադայում այս ամիս կայանալիք G7-ի գագաթնաժողովին։ Լրագրողի հարցին արդյոք այդ նախաձեռնությունը քննարկել է Դոնալդ Թրամփի հետ, Կանադայի վարչապետը պատասխանել է ոչ։ Քարնիի խոսքով գագաթնաժողովի օրակարգում են էներգետիկ անվտանգությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, հանքանյութերը, ենթակառուցվածքները եւ այլն։ Նա հավելել է, Հնդկաստանն աշխարհի 5-րդ խոշորագույն տնտեսությունն է, ամենախիտ բնակեցված երկիրն է եւ լուրջ դեր է խաղում մատակարարումների ոլորտում։ Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ստուգայցերի պատճառով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ Հայտնի է, որ ավելի վաղ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ եւ արտաքսմամբ զբաղվող ծառայությունը 44 մարդու է բերման ենթարկել։ Ոստիկանները Լոս Անջելեսի կենտրոնում հավաքված ցուցարարներին կոչ են արել ցրվել, սակայն իրավիճակը լարվել է, բախումներ են եղել։ Իրավապահներն արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել։ Հաղորդվում է քաղաքացիների շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ։ Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները։ Քերեն Բասի խոսքով դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։
Գործարար Իլոն Մասկի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա հետ կնքված պետական պայմանագրերի եւ սուբսիդիաների գնահատում կանցկացնեն։ Խոսքը մեծ գումարների մասին է, նշել է Սպիտակ տան ղեկավարը, մեկնաբանելով ԱՄՆ պետական գործակալությունների եւ Մասկի ընկերությունների միջև պայմանագրերի դադարեցման հնարավորությունը։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ 2024 թվականին 17 պետական գործակալության հետ կնքված 100 պայմանագրի շրջանակում Մասկի ընկերությունները մոտ $3 միլիարդ են ստացել։ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի միջև լարվածությունը կտրուկ սրվել է հունիսի 5-ին։ Ամերիկացի գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի նախագահի ընտրությունում։ Նա աջակցել է Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել կառավարության ծախսերը կրճատելու Սպիտակ տան օրինագիծը եւ ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը։ Մասկը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը 2025 թվականի երկրորդ կեսին անկում կապրի։ Թրամփն էլ մեղադրել է Մասկին կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար։ ԱՄՆ նախագահը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում SpaceX-ի հետ պայմանագրերը եւ չեղարկել բոլոր սուբսիդիաները։ Դիանա Գասպարյան, լուրեր։